ունի նաև բարոյական կողմ, մենք բազմիցս խոսել ենք սրա մասին, եթե ոչ մի բան առաջ չլիներ Գագիկ Ծառուկյանը, միայն մեր նորանկախ հանրապետությունում իրեն վստահեցրել է սպորտը եւ սպորտում ինչպիսի հաջողություններ է արձանագրվել։ Եթե ձեզ թվում է, որ այսպես պատրաստի մենք ունում ենք ոչ մի ծպտուն չի հանում այս պատմությամբ։ Ոչ, եթե ձեզ թվում է, որ օլիմպիական չեմպիոն, հայտարարություն եք բոլորը, Նազիկով, չգիտեմ են Արթուրով, ինչա դրանց անունները, արդեն զզվանքով եմ տալիս ձեր անունները, բացառություն Ջուլֆալակյանն է միայն խոսել, Արցախը հանձնող անձ, քաղաքական թիմակից սպասեք ամեն ինչ, Արցախը հանձնող անձից, փակագծում քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ, սահմանադրության եկեղեցու սրբազաններ, ցեղասպանության հիշատակի պատմության ավանդույթներ, ընտանիք, անարգում են ամեն բան, 2020 թվականի փետրվարից 0 հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ, հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու, այնինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այլանդակություն է, եւ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունը իր քաղաքացու հանդեպ, տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում եւ պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին ստորության գագաթնակետն է, սա հիվանդ, բարոյազուրկ եւ թույլ մարդկանց փորձն է ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Այս ընդհանրապես պետք է տեսնել, երբ որ միայնակ առյուծին, ասենք մի 500 շակալ փորձում են խժռել, ընդհանրապես այդ պատկերն է, ճիշտ է նկատում Ջուլֆալակյանը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինում, ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, այժմ նախկին падգամավոր Արսեն Ջուլֆալակյան։ Երկրորդ այսպիսի բանը սպորտսմենների կողմից չի եղել։ Արսեն Ջուլֆալակյանը եզակի սպորտսմեններից, aber նաեւ քաղաքացի է։ Այո։ Ու ես մի բան էլ ասեմ, ընդհանրապես չեն ասում Արթուր ինչա դրանն Ալեքսանյան է, ինչ է։ Ես մի բան էլ ասեմ, էլի ընդհանրապես մենք պետքա նաև սովորենք մեր մեջ, մեծարենք ոչ միայն նաև սպորտսմենին կամ երաժշտին, նաև քաղաքացու գաղափարը, որտեղ եթե մարդը քաղաքացի չի, բայց ասենք լավ դերասան կամ լավ սպորտսմեն է, օրինակ եմ, ես չեմ ճանաչում այդ մարդկանց, Հակոբյանը, որ եկե պաշտպանում է միշտ քաղաքացի, հետևյալը, եթե մարդը քաղաքացի է, առաջին արդեն քաղաքացի է, հետո նոր արդեն լավ սպորտսմեն, լավ երաժիշտ կամ լավ կոմպոզիտոր կամ լավ գրող, այդ իմաստով տեսեք օրինակ Թևանյանի տակ որ ստորագրեցին 50 մտավորականներ, դա իսկապես գովելի բան էր, որտեղ մարդիկ ցույց տվեցին, որ իրանք նաև քաղաքացի են, այդ քաղաքացիության արժեքն է կարևոր, քաղաքացիական արժեքներով հնարավոր է ձևավորել ուժեղ պետություն, ոչ քաղաքացիական արժեքներով, իբր թե լավ սպորտսմեններով, լավ կոմպոզիտորներով, դու կարող ես ձևավորես շատ գաբառական մակարդակի պետություն, որը ապագա չի կարող ունենալ։ Ես 100% ասում եմ ձեզ, ստեղ մեր համար առաջի խնդիրը քաղաքացի աճեցնելն է։ Մենք քաղաքացու խնդրեմ ունենք։ Ի վերջո Թումանյանից ավելի շատ չլինեք, էլի Թումանյանը թիվ 1 քաղաքացին ու հայն է, բոլոր հարցերում հայի կողքը կանգնած, որպես քաղաքացի հիշում եք սպիտակ դրոշակը վերցրած, էլ չեմ ասում են, երբ որ համաճարակ էր ամենուր մարդկանց մեջ ցեղած եւ ձեզ չերևակա եկել, որ մեկը ինչ-որ կինոյի երաժշտություն է գրում են ողորմելին, են մեկն էլ 1000 թվից 2 հատ ֆիլմ արել, մյուսն էլ չգիտեմ ինչա ու փակվել են, ոչ մի ծպտուն չկա, գերիները խոշտանգվում են Բաքվի բանտում, անամոթներ, ոնց էր ձեզ Բակո Սահակյանը այնտեղ դի, անամոթներ, Արցախը հայությունը, Արցախը, բա դուք Արցախը ասում եք, չգիտեմ, ծպտուն դուրս չեկը, մեկը նստած բանա, Տերյան այլ կարդում, ցավը դրանով մենակ արտահայտեց ու անցավ այն երկու բանը զառամյալները ծպտուն չանեցին, այն մյուս զառամյալի հետ միասին, հետո ասում են, ինչի ես բանանում, տեսեք, ուրեմն, որպիսի բանը հնարավորինս հեղինակազրկի եւ այլն, իբրև թե հարկ չեն վճարել, իբրև թե ստուգումներ են միաժամանակ 2000 ԱԾԱ-ական այդպիսի հաշվարկ էր արվել, ներգրաված է եղել, որ այդ 70 համակարգեր Գագիկ Ծառուկյանի մտնեն եւ բանը միանգամից խաթարեն աշխատանքը 30,000 հոգու էլ գործազուրկ դարձնեն, փողոցներն մի դրվագ ընդամենը հրապարակի ինչ է գրել։ Ի թիվս ուրեմն այլ օբյեկտների նախորդին իրականացած խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաեւ ՀԱՕԿ-ի շենքը
իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր թե հաստատություններում լայնածավալ ստուգումներ են իրականացնում։ Հիմա տեսեք սուտը այս իշխանությունների ակնարկում էին թե ենթադրյալ չարաշահումների պատճառով են կասեցրել կառույցների գործունեությունը։ Դե այդպես չի լինում, չէ՞ որ միաժամանակ իբրև թե բանը 70 համակարգում այդպիսի բան կա։ Միջդեռ տեղեկացանք, որ ընդամենը 6 ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացել եւ էական խախտումներ չեն հայտնաբերվել։ Չէ՞ մի դրվագ, որ դուք հանկարծ ձեզ բան չանեք, էլի իբրև թե դե խախտումներ կան, ստուգումներ են, սուտ ստի հետևից այսօր Տիրախում Գագիկ Ծառուկյանն է, խնդրեմ։ Չէ, եւ նաեւ ուղիղ տեսքով ասել, որ դու ուժեղ Հայաստան, Սավել Կարապետյան, դուք այսօր ունեք մեծ պատասխանատվություն, այսօր ժողովուրդը այսպես թե այնպես, եթե սխալներ եք թույլ տվել, չեք կարողացել բոլորին միավորել, ամենամեծ պատասխանատվությունը ձեր վրա է այսուհետ, որ բոլոր քաղաքական հրամայական են օրակարգներին, այո, դուք եք պատասխանատու։ Դե բոլոր դիմադրությունների, պատասխանների, քայլերի այլևս պատասխանատվությունը ձեզ վրա է, որտեղ այսպես թե այնպես ժողովուրդը ձեզ ընտրել է ընդդիմության առաջնորդ։ Եվ նաև մասամբ Ռոբերտ Քոչարյանի շատ ավելի քիչ ձայն է ստացել, բայց կապ չունի, նաև ստացել է ձայներ։ Ուրեմն դուք պետք է բարի լինել բոլոր տեղերում, որտեղ որ կա հարցակում, չգիտեմ ինչ ասեմ, մարդիկ ձերբակալություններ, քրեական գործեր եւ այլն, բոլոր տեղերում դուք պետք է ձեր թիմը շատ արագ մոբիլիզացնեք եւ ցույց տաք դիմադրություն, շատ արագ։ Մի բան ասեմ, էլի, ես անկեղծ ասած այդքան շատ չեմ հավատում այդ ամեն ինչին, հիմա ես անկեղծ չեմ ուզում կեղծավորությամբ կամ ձևական ինչ-որ բաներով խոսեմ, որտեվ բանից շատ անցել արդեն, էլի։ Դե ուրեմն եկեք հանձնվենք, դռները փակենք, նստենք, սպասենք, ես մի բան գիտեմ, որ առաջնային խնդիրը պետք է լինի այն, որ մենք պետք է իսկապես լուրջ իրավապաշտպան համակարգ ստեղծենք, որպեսզի կարողանանք այս բռնաճնշումներին կարողանանք զսպել, որտեղ դա շատ վտանգավոր process է գնում, Հայաստանի ապագայի համար շատ մեծ վտանգ է ներկայացնում, շատ մեծ վտանգ, որը շատերը չեն հասկանում։ Մենք պետք է հասարակության մեջ կոտրենք կլանային կուսակցական շահի գաղափարը, որտեղ այդ ամենակեղտոտ գաղափարն է, որը թույլ չի տալիս, որ այս գաղափարը, որ Հայաստանում առողջ հանրային շահը դառնա գերակա բոլոր մարդկանց համար։ Դա շատ վտանգավոր իրավիճակ է այս իմաստով։ Հետագայում արդեն process-ը ցույց կտա, թե ընդհանրապես նոր քաղաքական դաշտը ինչ հիմքի վրա հնարավոր կլինի ձևավորել։ Ես մի բան գիտեմ, որ արհեստական, այսպես ասած, ձևերով հնարավոր չի դասարկել։ Դա բնական պետք է ներքևից կայանա, որպեսզի մենք կարողանանք իսկապես նոր քաղաքական վերնախավ ունենանք, որը adekvat լինի 21-րդ դարի պատկերացումներին, որը adekvat լինի ժամանակից պետության կառուցման պատկերացումներին, որը adekvat լինի այն process-ները, որ հիմա կատարվում է Հայաստանի շուրջ, այն աշխարհակաղակական գործընթացները, որ գնում են Հայաստանի շուրջ, որպեսզի կարողանանք այս process-ի մեջ կարողանանք անվտանգ պահել Հայաստանը։ Եվ ուզում եմ սա էլ անպայման ամեն օր ցուցադրելու եմ, թե որտեղից սկսեց, երբ որ ասում եք վանդակներից է խոսել Գագիկ Ծառուկյանը, չգիտեմ ինչ է ասել, սա հատուկ մեր քաղաքացիների համար մարդը, որի պաշտոն է, պիտի այս ամեն ինչը զսպի եւ ինքը զսպվածություն ունենա եւ զսպի, նախ ինչ է ասում, նախքին այս չգիտեմ ինչ է թքող մորթքող բալեն, եւ ինչ է ասել, տեսեք քո կողքին վիրավոր ես, դա խոսքի ազատություն չի, դա անհասիրակություն է, լεπτիություն է, խուլիգանություն է։ Սպառնում եմ, ասում եմ, եթե սատկացնելու եմ ու ծնկի եմ բերելու, եթե կզծնելու եմ։ Սա վարչապետի խոսքեր են, տեսեք թե ինչ է ասել եւ ինչ որ մարդկանց որ մեղադրում եք, որ ինչ որ պատասխան են տվել, մեղադրել է Անդրանիկ Թևանյանին գործակալ լինելու մեջ, մեղադրել է Գագիկ Ծառուկյանին գործակալ լինելու մեջ, դուք պատկերացնում եք ինչ զարուրելի մեղադրանքներ եւ ուզում էր որ դրա պատասխանը ընդհանրապես չլինի, ինչ որ բան չհնչի եւ ինչ որ պատասխան հնչելուց հետո տեսեք թե ինչ պատասխան է տվել, ինչպես է արտահայտվել Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալություն, հետևենք զարգացումներին, չմոռանաք կենթանիների մասին, նորից դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին եւ բոլոր, չգիտեմ, իրավապաշտպաններին, կենթանասերներին, բայց ոչ միայն, նաեւ ես ի տարբերություն, ես ասեմ, պարոն Բոսոյանը նախ ինքը բացառիկ վերլուծաբան է մեր երկրում, թերևս ամենաբացառիկն է, ամենախելոքն է եւ ինքը միշտ լավատես է եւ միշտ գտնում է լուծումներ, եթե դուք հասցրել եք քաղաքական
ուժերին, առաջնորդներին եւ ընդդիմության լիդերներին եմ դիմում եւ այդ ազդեցիկ ուժերին։ Եթե դուք այնպես եք ձեզ պահել, որ անգամ հիմա հուսատության այսպիսի նոտաներ կա Երվանդ Բոզյանի խոսքի մեջ, ես ասեմ, որ դուք լավ տեղ չեք գնում եւ լավ տեղ մեզ չեք տանում։ Սթափվեք, վերանայեք ձեր քայլերը եւ ձեր գործողությունները եւ լծվեք բոլորս երկրի պաշտպանության եւ Գագիկ Ծառուկյանի եւ ոչ միայն Անդրանիկ Թևանյանի եւ բոլոր քաղբանտարկյալների եւ առհասարակ մեր քաղաքացիների պաշտպանությամբ, որովհետեւ ոտնձգություն է այսօր տեղի ունենում Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ։ Շնորհակալություն։